ասենք այն փաստից, թե սահմանազատման հետ կապված որևէ բան այս բանի տարուշում իրականացում է, թե չէ, այսինքն այդ գործընթացը սահմանափակվել է այնքանով, որքանով որ արվել է, թե հիմա աշխատանքներ կան։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Այդ դեպքում ինչու են անդադ փոխվարչապետերի մակարդակով այդ քննարկումները կազմում։ Իսկ հնարավոր է որ հիմա այն մարզերից են Սյունիքից ներկայացել։ Ես նկատում եմ, որ կոնկրետ Տավուշի մարզում, դեսպանատասական Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կար այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա, որը դրա հետ կապված է նկատում։ Իսկ առհասարակ տարածքների հետ կապված ինչ տարածքներ են, որի մասին խոսում է, որ մենք ունենք տարածքներ այստեղ, որը Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա ձեզ համար ընկալելի է, որ տարածքներին է վերաբերում։ Ոչ, մինչև սահմանազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածը, որ սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն մինչև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տակ ինչ տարածքների մասին է խոսքը, որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման պահանջ չի եւ միայն Հայաստանի իշխանություններն են այդ մասին խոսում։ Ոչ, դա լրիվ պարզ երևում է, այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ այդ ոսկեպարի հատվածում եւ Վերքավերի հատվածում նման տարածքներ ունեն։ Պարոն Ղալիմյան, վերջերս հրապարակվեց, որ պաշտոնական այցեր եղել վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզ, պատն էին նայում, թե դպրոցի հարակից այդ պատը ինչպես են շարվել, ինձ հետաքրքիր է այդ պատը շարելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում։ Ընդհանրապես յուղից արտագաղթ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եղել։ Իսկ ներգաղթ ավելացել են։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ իրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոն ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղեցի, նաև ձեզ եմ ուզում ուղղեմ, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կոտայքի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախ անցել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Անկեղծ ասեք, սպասեք։ Այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադասնին զեկուցել են, ես հավաստի տեղեկություններ ունեմ։ Եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ, դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Դուք սրանից տարիներ առաջ անտառում դեպք տեղ ունեցավ, անտառապահին բռնել էիք, որ գողության հետ այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով եւ արդյունքում այո վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել էր, քրեական վարույթներ կան։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չի գալ։ Դուք լավ գիտեք, որ այդ էլ սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղել, քրեական գործում ես ներգրավված կլինեմ։ Ընդդիմությունը ինչ քրեական գործ ասում է, սուտա իշխանության ինչ ասում է, ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելի։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասնեն իմ Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրան մեկ է։